Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր մայիսի 7-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանք, պետք է ասեմ, որ վաղվանից, մայիսի 8-ից սկսվում է պաշտոնական ընտրական արշավը, մեր ազգային ժողովի ընտրությունների հետ կապված, հենց վաղվա օրվանից սկսվում է պաշտոնական արշավը, ընտրական։ Այո, մենք տեսնում էինք վերջի կես տարիա այս տարբեր քաղաքական ուժերի, մեր տարբեր քաղաքական ուժերի հայտարարությունները, քայլերը եւ հավաքները ռեալ, դե ֆակտո ընտրարշավը վաղուց է սկսվեց, բոլորս դրա մասին գիտենք, բայց ի պաշտոնե ընտրարշավը սկսվում է վաղվանից, մայիսի 8-ից, ու ես անպայման կանդրադառնամ այս ընտրարշավի զարգացումներին, ինչու, քանի որ շատ կարևոր է հասկանալ, ինչ է պետք մեզ այս ժամանակներում, երբ որ ալեկոծվող աշխարհ է, երբ որ շատ կարևոր է ճիշտ կողմ որոշվել եւ գործընկերների հարցերում եւ համագործակցության տարբեր ոլորտներում ինչ անել, ինչ պետք է անի Հայաստանը։ Կլսենք, կնայենք տարբեր քաղաքական ուժեր ինչ են առաջարկում, առաջերտին արտաքին քաղաքականության ոլորտների հետ կապված։ Ու անպայման ես այդ թեմաներին կանդրադառնամ կուսակցությունների նախընտրական ծրագրերին վերաբերվող արտաքին քաղաքականության հարցերին։ Շատ բան է լուծում ճիշտ ընտրված արտաքին քաղաքականությունը փոքր երկրների համար։ Բայց այսօր մենք կխոսենք մի քանի հարցերից անչափ կարևոր։ Դուք գիտեք, Հայաստանում անցան երկու գագաթնաժողովներ, Եվրոպական քաղաքական համայնքի եւ Եվրոմիություն Հայաստան։ Այդ երկու գագաթնաժողովները ու նաեւ Երևանյան երկխոսություն մեծ ֆորումը իրոք շատ բարձրացրեցին Հայաստանի ռեյտինգը, վարկանիշը, Հայաստանի ճանաչելիությունը աշխարհով մեծ process, դրական, միանշանակ, ես հիմա երբ որ լսում եմ տարբեր կարծիքներ, որ հնչում են, մեկ զարմանում ես, ինչքան շատ մենք չուզող ունենք երկրի ներսում, փորձագետներ, քաղաքական դեմքեր, ովքեր փորձում են նսեմացնել այդ մեծ լուրջ process-ի, որը գնում էր Հայաստանի շուրջ վերջի 4-5 օրը։ Բայց ես ասում եմ իմ կարծիքը լրջագույն զարգացման process էր, լրջագույն միջոցառումներ անցկացվեցին Հայաստանում ու բարձրացրեցին մեր վարկանիշը։ Այո, այդ մեծ process-ներից հետո մենք պետք է իրոք շարունակենք հետևողական աշխատել, իրականացնել ծրագրերը ստորագրված այս վերջի 3 օրվա ընթացքում Եվրոմիության հետ առանձին պետությունների հետ ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթեր, համաձայնություններ, համաձայնագրեր տարբեր երկրների տարբեր ոլորտներում, այդ պետք է սկսենք իրականացնել, բայց նսեմացնել այդ մեծ process-ը ապշեցուցիչ է ինձ համար։ Բայց լծվեցին այդ process-ին եւ փորձագետները եւ քաղաքական առանձին ռուսամետ ուժերը։ Բայց այսօր ես հենց կխոսեմ այս մեծ process-ի մի քանի դրական հետևանքների մասին ու ինչ կոնկրետ արվում է։ Ես այս ձևի թեմաներ միշտ շոշափում են, որ տեսնենք բացի խոսալուց, ստորագրելուց կարևորագույն պայմանագրեր, ինչ կոնկրետ աշխատանք կատարվում է։ Պարզվում է, կատարվում է, ինչը շատ ու կարևոր է մեր երկրի համար։ Մյուս հարցը, որի մասին անպայման այսօր ես կխոսեմ, Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին, Բելարուսի մասին եւ գուբերնացման մասին։ Դուք գիտեք, Ալեն Սիմոնյանը դիպուկ արեց 2-3 հայտարարություններ, շարունակում է այդ թեման, բայց երբ որ առաջի իր հայտարարություններ եղան մի քանի օր առաջ, Բելարուսի արտգործնախարարությունը արձագանքեց 2 նոտաներ, բողոքի եւ այլ, շարունակում է այդ process-ը, ուզում եմ ներկայացնել իրավիճակը այս process-ում։
Ու մյուս հարցը, որը այսօր մենք ուղղակի պարտավոր ենք ուսումնասիրել ու ուղարկել մեր կարծիքը մեր կառավարությանը, կապված է նրա հետ գնալ թե չգնալ մայիսի 9-ին Մոսկվա հաղթանակի շքերթին մասնակցելու։ Առաջինը պարզ չի հրավիրեցին Նիկոլ Փաշինյանին թե ոչ, երկրորդը եթե հրավիրեցին գնալ թե չգնալ, ուստեղ ես ուզում եմ բերել շատ կարևոր գործոններ, որոնք ասում են, որ ոչ մի դեպքում չի կարելի գնալ Կրեմլ։ Ուրեմն, սկսում ենք մեր այսօրվա աշխատանքը, խնդրում եմ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, որ ինչքան կարելի է շատ հայեր եւ Հայաստանի Հանրապետության կողմնակիցներ, բարեկամներ մեզ լսեն ամբողջ աշխարհով եւ սփյուռքայությունը լսի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարողանան տեղյակ լինել այն ինֆորմացիայից, այն աշխատանքից, որը մենք կատարում ենք Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի շրջանակներում։ Մենք չկանք ոչ մի կուսակցական պայքարի process-ներում, մենք չկանք ընտրարշավի process-ներում, մեր ասածը օբյեկտիվ է, համապատասխանում է օբյեկտիվ զարգացումների։ Այսօր դա շատ ու շատ կարևոր է։ Դուք տեսնում եք մի շարք փորձագետներ մտան կուսակցությունների ցուցակների մեջ, ուրեմն ավտոմատ իրանք գործնում են օբյեկտիվ դիրքորոշում այս Հայաստանում եկող զարգացող ներքաղաքական process-ներում։ Շատերը ուղղակի կատարում են Ռուսաստանի պատվերը, նսեմացնելով գործող իշխանությունների լրջագույն քայլերը արտաքին քաղաքական ոլորտում, ուրեմն ձայնը ավելի օբյեկտիվ ձայնը, անաչառ ձայները անչափ կարևոր են։ Սկսում ենք մեր աշխատանքը։ Ես խոստում տվեցի մի քանի դրական զարգացումների մասին խոսել, բացի այդ մեծ process-ներից, որոնք գնում էին Երևանում վերջի 3 օրը։ Ես ուզում եմ ասել նաև կոնկրետ շատ լուրջ քայլերի մասին։ Օրինակ, այս Երևանյան երկխոսություն մեծ ֆորումին եկավ մասնակցեց այդ աշխատանքներին Թուրքմենստանի փոխնախարարը, արտգործ փոխնախարարը, արտաքին գործերի փոխնախարարը։ Ու ինքը բացի նրանից, որ ունեցել է այդ ֆորումում ելույթ, բացի դրանից ինքը ունեցել է բանակցային process մեր արտգործ նախարարությունում։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ Հայաստանը ուզում է Թուրքմենստանի հետ գազային հարցերով, էներգետիկայի ոլորտի հարցերով վերականգնել համագործակցությունը։ Շատերը հիմա մոռացել են, որ 90-ական, 2000-ական թվերին մենք գազը նաև ստացել ենք Թուրքմենստանից, ոչ միայն Ռուսաստանից, նաև Թուրքմենստանից։ Ու հիմա էլ կա հնարավորություն swap-ով ստանալ օրինակ Թուրքմենստանի գազը։ Օրինակ Իրանով ստանալ Իրանի գազը, Իրանն էլ կստանա համապատասխան գազը Թուրքմենստանից։ Դա կոչվում է swap։ Օրինակներից մեկը։ Բայց ինչքան գիտեմ այսօրվա նոր իրավիճակում, երբ որ մենք ունենք համագործակցություն նաև առևտրի ոլորտում Ադրբեջանի հետ, բացվում են նոր տարբերակներ, որ մենք կստանանք Թուրքմենստանի գազը։ Ողջունում եմ այդ աշխատանքը, մեր էներգետիկան, մեր կախվածությունը գազից, նավթից պետք է թույլատնենք այն կապվածությունը, որը կա Ռուսաստանից։ Պետք է թույլատնենք, դիվերսիֆիկացնենք այդ ոլորտը, որ մենք մեզ շանտաժ չանեն։ Ու այդ իմաստով Թուրքմենստանի հետ հիմա գնում են բանակցություններ։ Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարար Հայաստանի, գտնվում է Լեհաստանում։ Անչափ կարևոր է։ Լեհաստանը այն երկիրն է, որը հաջողով կաշխատի Հայաստանի հետ, այս տարվա փետրվարին ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հետ կապված ստորագրվեց պայմանագիր, ու հիմա Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցելություն է ունենում Լեհաստան։ Այնտեղ բանակցում են մի քանի ոլորտներում համագործակցելու համար, ռազմական կրթության ոլորտում, փորձի փոխանակման ոլորտում եւ համատեղ վարժանքներին մասնակցելու։
Դուք հասկանում եք այս ոլորտներում ինչքան կարևոր է, որ մեր բանակը ստանա ՆԱՏՕ-ի փորձը, անցնի ՆԱՏՕ-ի ստանդարտներին, որ մեր բանակը լինի ժամանակակից։ Ժամանակակից բանակները թույլ չեն տալիս, որ երկրի դեմ հարձակվեն, քանի որ իրանք ժամանակակից են, արագ արձագանքում են վտանգների ու ոչ մի անհրաժեշտություն չի լինում հետո մեծ պատերազմների մեջ մտնել։ Եթե դու ունես դինամիկ զարգացող բանակ, ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցվող, քո վրա չեն էլ մտածելու հարձակվել։ Ու այս աշխատանքը Լեհաստանի հետ ես համարում եմ անչափ կարևոր։ Դուք գիտեք Ֆրանսիայի հետ մեծ աշխատանք գնում է այլ երկրների հետ, բայց նաև Լեհաստանի հետ դա նաև կարևոր է։ Ու քանի որ ռազմավարությունը Լեհաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում հիմա ձևավորվում է, համաձայնություններին գալիս ենք, ստորագրում ենք, մեր դեսպանատունում Վարշավայում կբացվի առանձին գրասենյակ մեր ռազմական ատաշեի համար։ Դες մենք ուժեղացնում ենք ռազմական ոլորտում համագործակցությունը, դա պահանջում է ինստիտուցիոնալ ուժեղացնել մեր հնարավորությունները։ Գտնվում է Հայաստանում Մարկո Ռուբիոյի տեղակալը։ Միացյալ Նահանգների գլխավոր քարտուղարի, պետքարտուղարի տեղակալը Սանատա Կոլտերը։ Հիշում եք Սանատա Կոլտերը այն գլխավոր դեմքն է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում, որը պատասխանատու է Թրիփ Դոնալդ Տրամփ ծրագրի իրականացմանը։ Ու հիմա ինքը գտնվում է Երևանում, գնում են բանակցություններ, հանդիպել է Արմեն Գրիգորյանի հետ, մեր անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, հանդիպել է Դավիթ Խուդատյանի հետ, որը հիշում եք տարածքային կառավարման նախարարն է, ու կոնկրետ աշխատանք է գնում հիմա այս Թրիփ ծրագրի հետ կապված։ Ինչու դա անչափ կարևոր է, քանի որ մենք շատ կարող ենք խոսել ծրագրերի մասին, նույնիսկ փայլուն ծրագրեր, պատրաստել փաստաթղթեր, բայց պետք է իրականացնես։ Ու չնայած որ Միացյալ Նահանգները հիմա ուշադրությունը Միացյալ Նահանգների ղեկավարների կենտրոնացած է Իրանի հարցի լուծման հետ, չնայած նրան աշխատանքը Հայաստանի հետ շարունակվում է, ինչը շատ կարևոր նորություն է եւ ինֆորմացիա է։ Մեր դուք գիտեք ներքին գործերի նախարարությունը բավական ակտիվ աշխատանքի մեջ է եվրոպական ինստիտուտների հետ, որոնց հետ առնչվում են մեր հարցերը, օրինակ միգրացիայի հարցերում, օրինակ վիզա ազատականացման հարցերում, ու մեր նախարարը համապատասխան Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ նաև Եվրոպոլոյի հետ մենք ուզում ենք ավելի սերտ համագործակցություն։ Ոչ միայն Ինտերպոլոյի, նաև Եվրոպոլոյի հետ։ Հիմա ես պետք է ասեմ, որ դուք գիտեք Ադրբեջանը բացեց իր կոմունիկացիաները, իր երկաթգիծը Հայաստան գնացող ապրանքների համար, հիշում եք մի շաբաթ առաջ Հայաստան եկան Ադրբեջանի տարածքով երկաթգծով 4 վագոն պարարտանյութով եւ 4 վագոն ցորենով։ Հիմա նոր բաներ են գալիս Հայաստան, 9 վագոն ցորեն եւ 2 վագոն մետաղ։ Դուք հիշում եք, ես միշտ ասել եմ, շատ դրական է, որ Հայաստանը միջազգային հանրության հետ աշխատում է ու շատ կարևոր հարցերում, որոնք կոչվում են հումանիտար հարցերում, համագործակցում է աշխարհի հետ։ Պատերազմը, որը Իրանի դեմ էր, բերեց նրան, որ շատ մարդիկ փորձում էին դուրս գալ Իրանից, տարբեր քաղաքացիներ, տարբեր երկրներ, ու Հայաստանը շատերին օգնեց։ Ցամաքով Իրանի մտնում էին Հայաստանի տարածք ու հետո Հայաստանով տեղափոխվում էին իրանց երկրները։ Ուրեմն երեք Երևանյան երկխոսության այդ մեծ ֆորումի ժամանակ Պաշտոնյան Հնդկաստանի արտգործնախարարության
հայտարարեց, որ շնորհակալություն է հայտնում Հայաստանին, որ Հայաստանի միջոցով 2600 հնդիկ կարողացան անվտանգ Իրանից Հայաստանով տեղափոխվել հայրենիք։ Հիմա անցնում եմ կարևորագույն այսօրվա հարցերին։ Դուք գիտեք Ալեն Սիմոնյանի ասածը, երբ որ ինքը ասեց, որ մենք թույլ չենք տա, որ Հայաստանը դարձնեն գուբերնիա, ինչը մենք տեսնում ենք Բելարուսի դեպքում, եւ որ Բելարուսը ղեկավարվում է դրսից, պարզե նկատի ունենալով Կրեմլը։ Միտքը դա է, մոտավորապես միտքը դա է, ու Ալեն Սիմոնյանը շատ ճիշտ ասեց, մենք գուբերնացում թույլ չենք տա։ Դա մի քանի օր առաջ էր, դրանից հետո Բելարուսի արտգործնախարարությունը, ես ասել եմ ձեզ երեք, հայտարարություններ արեց, երկու հայտարարություններ, Ալեն Սիմոնյանի ասեցի հետ կապված բողոքի նոտան ներկայացվեց Բելարուսում Մինսկում գտնվող մեր ժամանակավոր հավատարման տարին եւ մի նոտան էլ բողոքի ներկայացվեց կապված Տիկին Տիխանովսկայայի այցելության մասին Երևան, որին հրավիրեց ոչ միայն Եվրոպան, նաև Հայաստանի կառավարությունը, Հայաստան մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Իրոք լուրջ քայլ էր մեր կառավարության կողմից, ողջունում եմ Սվետլանա Տիխանովսկայա եկել է Հայաստան, հիշում եք ես ասել եմ նաև իմ հանդիպան մասին իր հետ ելույթներ ունեցել ու շատ կարևոր է մենք ցույց են տալիս, որ մենք ժողովրդավարական երկիր ենք, որ մենք հստակ գնում ենք ճիշտ ճանապարհով, բայց պարզա Բելարուսի արտգործնախարարությունը արձագանքեց, իրանց դա դուր չեկավ։ Այդ իրանց խնդիրն է, մեր խնդիրը չի։ Բայց Ալեն Սիմոնյանի հետ կապված հայտարարությունը զարգացում ունեցավ, ուրեմն ստեղ Երևանում կա Բելարուսի դեսպանատունը, Բելարուսի, ու այնտեղ կա ժամանակավոր հավատարմատար։ Ու ժամանակավոր հավատարմատարը ասեց, երբ որ երեք հարցրեցին Բելարուսի ժամանակավոր հավատարմատարին, կա պատասխան այդ բողոքի նոտային, որը դուք ներկայացրեցիք Հայաստանի արտգործնախարարություն, կա պատասխան Հայաստանի կողմից, թե ոչ, ինքը ասեց դեր Հայաստանը արձագանք չտվեց, պատասխան չտվեց։ Բայց երբ որ Ալեն Սիմոնյանին երեք նորից հարցրեցին այդ procesների մասին, ինքը ճիշտ արեց, հետ չկանգնեց, ինքը ասեց, որ ավելին, ինքը գումարեց, որ Բելարուսի իշխանությունները իրանք նաև օգնություն տվեցին Ադրբեջանին այն 44 օրյա պատերազմի նախապատրաստական փուլում։ Դուք պետք է հիշեք Լուկաշենկոյի հայտարարությունները, որ ինքը խորհուրդներ էր տալիս Ալիևին, պետք է հիշեք այդ սաղ պատմությունը, որ ինքը խորհուրդներ էր տալիս Ալիևին մինչև 2020 թիվը, մինչև այդ պատերազմը, որ Ալիևը ուժով լուծի, այդ հայտնի ու Ալեն Սիմոնյանը գումարեց իր ասածին Բելարուսի հետ կապված, որ Բելարուսը դրսից է կառավարվում, կոպիտ ասած, ես ազատ լեզվով եմ ներկայացնում Ալեն Սիմոնյանի առաջի ասածը, երկրորդ ասածով ինքը ասեց, բայց այդ հայտնի բան է, որ Բելարուսի ղեկավարությունը ինչ որ խորհուրդներ էր տալիս Ադրբեջանին 44 օրյա պատերազմի հետ կապված, ու ինքը ասեց, մեր գործընկերը Բելարուսը հապկի շրջանակներում գործընկերը ինքը ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերեց Հայաստանի նկատմամբ։ Կիսում եմ այդ կարծիքը Ալեն Սիմոնյանին, միանում եմ այդ կարծիքին։ Ես չեմ բացառում, որ նոր բողոքի նոտան կներկայացնի Բելարուսը, բայց ինձ հավատացեք, դրանից միայն վարկանիշը Հայաստանի կբարձրանա աշխարհով մեկ, քանի որ Լուկաշենկոն շատ ու շատ երկրների կողմից ընդհանրապես չի ճանաչվում որպես Բելարուսի ղեկավար, նվազագույնը 30-ից 40 պետություն, նաև այդ թվում ու առաջի հերթին եվրոպական չեն ճանաչում իրեն որպես ընտրված լեգիտիմ ղեկավար Բելարուսի, այդ մեծ գաղտնիք չի, ու մեր դիրքորոշումը քննադատական իր քայլերի նկատմամբ Հայաստանի նկատմամբ շատ ու շատ լավ կընկալվի ու ընկալվում է աշխարհի կողմից,
մեծ ռեզոնանս տվեց Ալեն Սիմոնյանի ասածը միջազգային հադրությունում, դուք գիտեք, ինձանից հաճախ վերցնում են ինտերվյու, այդ ինտերվյուի ժամանակ այդ հարցը տալիս են, որ ձեր ազգային ժողովի նախագահան փայլուն ելույթով տեղը դրեց Բելարուսի ինքնակոչ նախագահին եւ այլ եւ այլ։ Բայց ես ուզում եմ ասել, ես սպասում եմ երրորդ բողոքի նոտան Բելարուսի արտգործ նախարարությունից։ Հիմա շատ լարված են հարաբերությունները Ռուսաստան-Ուկրաինա, դուք գիտեք, պատերազմը շարունակվում է, բարի բուն իմաստով այս վերջի 2 օրը Ռուսաստանը նորից ռմբակոծում է քաղաքներ Ուկրաինայի, ռմբակոծում է բնակելի շենքեր, դա ռազմական հանցագործություն է, բայց Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան չպատասխանի ամսի մայիսի 9-ին, որ հանգստյան օր լինի, հանգստի օր լինի, պատերազմական գործողություններ չվարեն։ Հիմա պարոն Զելենսկին նախագահն Ուկրաինայի ասում է, դե գոնե, եթե դուք ուզում եք, որ մայիսի 9-ին մենք չպատասխանենք ձեր ագրեսիային, գոնե այս 3-4 օրը միք կրակի միք ռմբակոծի, բայց Ռուսաստանը պատասխանեց 3 ու 3-4 օրը ռմբակոծեց Ուկրաինայի մի շարք քաղաքներ, նաև այդ թվում Խարկովը։ Միտքս ինչու՞մ է։ Միտքս նրանում է, որ Ռուսաստանը թելադրում է, փորձում է թելադրել, ասել մայիսի 9-ին չհարցակվեք, բայց ինքը հարցակվում է մինչև մայիսի 9-ը։ Ու պարոն Զելենսկին նախագահան Ուկրաինայի դուք հիշեք, գտնվելով Երևանում մայիսի 4-ին ասեց, որ չի բացառվում, որ մայիսի 9-ին դրոնները Ուկրաինայի հայտնվեն Մոսկվայի օդում։ Ինքը սպառնաց, որ եթե այս ձևի շարունակի ռմբակոծությունները Ռուսաստանը, Ուկրաինայի քաղաքների ռմբակոծությունները, եթե շարունակի, իրանք էլ կպատասխանեն Մոսկվայում, պետք է ասեմ, որ այդ ռմբակոծություններից հետո Ուկրաինան վերջի 1-2 օրվա մեջ դիպուկ 1-2 պատասխան տվեց Մոսկվայում ու հիմա խառնված են Ռուսաստանում։ Մարիա Զախարովան, ճանաչված հայ ժողովրդի կողմից որպես բացասական կերպար, Մարիա Զախարովան պաշտոնական ներկայացուցիչը Ռուսաստանի արտգործ նախարարության 3 հանդես եկավ հայտարարությամբ, որ կոչ է անում բոլոր արտասահմանյան դիվանագետներին գտնվող Կիևում շատ շտապ տարհանել իրանց դիվանագետներին, այս պետություններին կոչարեց շատ արագ դիվանագետներին տարհանել Կիևից, քանի որ Մարիա Զախարովան ասեց, որ շատ հավանական է, որ Ռուսաստանը կռմբակոծի նաև Կիևը ու կռմբակոծի հենց այդ դիվանագիտական հաստատությունները, քանի որ այնտեղ կենտրոնները, որոնք որոշում ընդունեցին, որ կարող է Ուկրաինան հարձակվի Ռուսաստանի վրա մայիսի 9-ին։ Կոպիտ ասած, իրանք ուզում են ռմբակոծել Կիևը, զգուշացնում են, որ կռմբակոծեն ու զգուշացնում են, որ հասցրեք տարհանել դիվանագետներին Կիևից, բայց սադրանքը իրանք են անում։ Փորձում են գցել Ուկրաինայի վրա, բայց ռեալ իրանք մինչև ամսին ռմբակոծում են Ուկրաինան։ Ինչ եմ ուզում ասել, այդ զգուշացումը, լուրջ զգուշացում է Ռուսաստանի կողմից պարզ է Ռուսաստանը ասում է իբր դա պատասխան քայլեր են Ուկրաինայի դեմ, բայց մենք գիտենք, որ Ռուսաստանն սկսե ագրեսիան Ուկրաինայի դեմ, ուղղակի Ուկրաինան դիպուկ առանձին դեպքերում շատ էֆեկտիվ հակահարվածներ տալիս է։ Բայց այս օրինակը բերում է, որ դուք հասկանաք, որ ստեղծվում են հարաբերությունները ու մայիսի 9-ին այո, Մոսկվայի օդում կարող են հայտնվել ուկրաինական դրոնները, քանի որ Ռուսաստանը ուզում է, որ մայիսի 9-ին զինադադար լինի, բայց չի ուզում ինքը զինադադար հաստատի գոնե մինչև մայիսի 9 այս 3-4 օրը։ Հիմա Կապերկինին, Սերգեյ Կապերկինը Ռուսաստանի դեսպանն Հայաստանում հարց տվեցին։ Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Պուտինը մայիսի 9-ի այդ շքերթին հաղթանակին նվիրված։ Կհրավիրեն թե ոչ։ Ինքը խուսափեց հստակ պատասխանել, ինքը ընդհանուր ասեց, որ բոլոր եղբայրական երկրների ղեկավարներին բոլորին ուղարկեցին հրավեր։
Հիմա չգիտեմ Պուտինը մեզ համարում է եղբայրական երկիր այս գագաթնաժողովներից հետո Եվրոպայի հետ, բայց ինքը ընդհանուր պատասխանեց, որ բոլորին հրավիրեցին։ Ու ես չհասկացա հրավիրեցին թե ոչ Նիկոլ Փաշինյանին, բայց եթե հրավիրեցին, իրեն հարցրեցին ընդունեց Նիկոլ Փաշինյանը հրավերը թե ոչ, ինքը ասաց ես չգիտեմ, ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում։ Ու հիմա ես ուզում եմ ինչ ասել։ Գնալ Մոսկվա մայիսի 9-ին կլինի լրջագույն սխալ մեր ղեկավարության կողմից, մեր վարչապետի կողմից։ Պատճառները շատ են։ Առաջինը Կիև-Մոսկվա հարաբերությունները այտենցել պատերազմական գործողություններ են լայնամասշտաբ ագրեսիան Ռուսաստանի Ուկրաինայի դեմ, այտենցել շատ լարված են, աշխարհը լարված է ու Ուկրաինան ասում է, քանի որ դուք քարուքանդ եք անում մեր երկիրը, մենք մայիսի 9-ին անպայման հարված կհասցնենք։ Ու ուրեմն անվտանգության ստեղ նույնիսկ հարցը կարող է չապահովվի մեր ղեկավարի համար։ Բայց ես պետք է ասեմ, որ այս պարոն Զելենսկու այցելության ժամանակ Երևան մայիսի 4-ին հիշում եք Ռուսաստանի նախկին նախագահ պարոն Մեդվեդևը ուղղակի վիրավորեց Նիկոլ Փաշինյանին եւ պարոն Զելենսկին իրանց հանդիպման պատճառով։ То есть Հայաստան եկած նախագահ, լեգիտիմ նախագահ Ուկրաինայի մեր վարչապետը ընդունեց, հանդիպեց, վերջի վիրավորական խոսքեր ասվեցին։ Ոնց կարանք մենք դրանից հետո գնանք Մոսկվա։ Եվ մյուս գործոնը շատ կարևոր։ Դու պատկերացնում եք, այդ մեծ process է գնում։ Հայաստանը ման է գալիս նոր գործընկերներ, նոր ռազմավարական գործընկերներ, ստորագրում է լրջագույն փաստաթղթեր Կանադայով, Մեծ Բրիտանիայով, Ֆրանսիայով, Խորվաթիայով, Բելգիայով մեծ process է գնում, ու այս process-ը ջուրը գցենք, գնանք մայիսի 9-ին ցցվենք Կարմիր հրապարակում։ Ես կոչ եմ անում մեր կառավարությանը, եթե Նիկոլ Փաշինյանը ստացավ հրավեր, իրոք երկար մտածել ինչ անել, իմ կարծիքով լրջագույն սխալ կլինի գնալ Մոսկվա մայիսի 9-ին։ Պատճառները ես ձեզ բերեցի, շատ լուրջ դրանք պատճառներ են, բայց Հայաստանը ցույց է տալիս իր սուվերենությունը։ Հայաստանը բոլորի հետ պատրաստ է աշխատել։ Բայց եթե նաև հարգում են մեր տարածքային ամբողջականությունը, հարգում են մեզ, ոչ թե ուզում են դարձնել գուբերնիա։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։